Նիկոլ Փաշինյանը հանցավոր չի։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը հանցնել 5000-ից դուք այնտեղ եք եղել, փաստեր ունեք։ Արցախը մերը չէ, դա Եթե մերը լիներ, ոչ մեկ չէր կարող հանձնել, բոլորը Իմ եղբայրը Արցախում է զոհվել, դուք ասում եք իմ քրոջ որդին էլ Արցախում է զոհվել, ցավոք սրտին, մենք երկու պատերազմների Որտեղ եք աշխատում։ Ձեր ինչ գործն է։ Իմ գործն է, լրագրող եմ, հարցնում եմ, որպես զոհված Ես եմ իրավունք ունեմ իմանալ։ Տեսեք, ես էլ քաղաքացի եմ, իրավունք ունեմ չպատասխանել ձեր ցանկացած հարցերին։ Ձեր ինչ գործն է։ Ոչ, Ինչպես տեղեկացել, որ այսօր պատարագ է այստեղ լինելու։ ամբողջ համացանցով։ Այսինքն Տեր Արամի նախկին Տեր Արամի գրառումից Նիկոլ Փաշինյանը, որտեղ կարգալույց է եղած Ստեփան Ասատրյանի Կողմից։ Մայրաթորը ողոցել է։ Լսեք, հանգիստ, հերթով։ Այն մարդու մասին խոսենք։ Ինքը օրենքի մեջ է վեհափառ կոչվում։ Ինչպես օրենքից դուրս։ Ինչպես է օրենքը։ Այդ բառը վերլուծել եք վեհափառ։ Փառքերից վերև։ Շատ լավ գիտեմ, հրաշալի գիտեմ, ինչի՞ս է պետք։ Շուտով կիմանաք։ Շուտով Դուք ինչ գիտեք։ Ես լսելով գիտեմ, բայց դուք փաստերով Ումից լսելով։ Այդ փաստերը դուք եք ներկայացնելու։ Ոչ, ներկայացնողը կներկայացնի, ես շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ լուսաբանում եք այսպիսի արտառոց հրաշալի դեպք։ Ես ողջունում եմ, Որովհետև կարգալույց քահանան է մատուցելու պատասխանը։ մեր համար, ժողովրդի համար նա կարգալույց չի։ Նա մեկն է, ով որ համարձակություն ճանապարհը բացեք, ժողովուրդը կարողանա քայլել։ առաջ մի եկեք։ Մի փոքր ճշգում եկեք, ժողովուրդը քայլել։ Ես անձամբ ոչ մեկը մայրաթոր չի գնալու հատուկ ֆիզիկապես արձակելու։ Մայրաթորը ինքը կմաքրվի, ինքնամաքրման process է սկսում։ Ես չգիտեմ քաղաքացիներից ով է այստեղ ժամանել, ես եկել եմ մեծ սրտով, մեծ ուրախությամբ ողջունելու Տեր Արամի եւ իր անցկացրած պատարագը։ Վերջապես ես ներկա եմ լինելու պատարագի, որը որ հոգով, սրտով հավատացյալ, Իսկ նախորդ անգամ տեղի ունեցած հոգով սրտով չեք մասնակցել։ այստեղ այս Կարգալույց եղած քահանայի պատարագին մասնակցելու։ ոչ, բայց շատ հույսով եմ սպասել։ Առաքելական եկեղեցի։ Անպայման, Տեր Արամի պատարագի երբևէ մասնակցել եք։ Նա եմ հաճախում։ Առաջ Տեր Սուրբ Հովանես եկեղեցի էի գրում, հիմա Սուրբ Աննա եմ Ամեն հաճախում։ գիրակի հիմա գալու եք։ Գիրակի ես կորոշեմ, թույլ տվեք ձեզ չներկայացնեմ։ Ժոր, մի փոքր ճանապարհ Ձեզ որ խնդրեմ մի փոքր էստեղ կկանեք, ժողովուրդը կարողանան ցայլել։ Արգել լրագրող, մի փոքր ենք Որ դուք երևի չհասնեք Ավելի լավա չհասնեմ այդ դպրոցը։ Երևի Աննա Հակոբյանի Ես հույս ունեմ։ Այո, հնարավոր է, ինչու՞ չէ, ես ողջունում եմ Աննա Հակոբյանին։